տեսանյութում ես կանդրադառնամ այն իրավական հետևանքներին, որ առաջացնում է էմիգրացիոն գործի կարճումը։ Ինչ է ձեզ սպասվում դրանից հետո։ Դուք պետք է ձեր գործի կարճումից հետո հնարավորինս շուտ ձեր ապաստանի դիմումը մուտքագրեք USCIS։ USCIS-ը կընդունի ձեր դիմումը և ձեզ կտրամադրի ստացական։ Կարևոր է նշել, որ այդ ստացականի վրա USCIS-ը նշելու է այն ամսաթիվը, որը դուք ունեցել եք ձեր գործը դատարան մուտքագրելիս։ Օրինակ, եթե դուք ձեր գործը դատարան եք մուտքագրել 2020 թվականի հունվար ամսին և 2023 թվականի հոկտեմբեր ամսին դատարանը ձեր գործը կարճել է, ապա USCIS-ը ձեզ կտրամադրի ստացական, որտեղ կնշվի ձեր գործի ընդունման ամսաթիվ 2020 թվականի հունվար ամիսը։ Սա անչափ կարևոր է, քանի որ ձեր երեխաները, որոնք 2020 թվականի հունվարին եղել են անչափահաս, այժմ 2023 թվականին, եթե նրանք արդեն 21 անց են, կշարունակեն մնալ ձեր գործում որպես անչափահաս երեխա։ Նրանց տարիքը կսառեցվի և դուք նրանց համար այլևս պարտավոր չեք լինի ներկայացնել լրացուցիչ դիմում։ Ինչ է լինելու ձեր աշխատանքային իրավունքի հետ։ USCIS-ի պաշտոնական կայքում նշվում է, որ ձեր աշխատանքային իրավունքը կշարունակի գործել մինչև դրա ժամկետի ավարտը։ Այսինքն, ըստ էության, գործերի դիսմիս լինելը, կարճումը, ձեզ համար որևէ բացասական իրավական հետևանքներ չի առաջացնի, և դուք ձեր գործը կշարունակեք USCIS-ում էմիգրացիոն օֆիցերի հետ, և դա շատ ավելի հեշտ է, քան դատական նիստի ժամանակ ապաստանի դիմումի քննարկումը։